Բարև ձեզ, ինձ միած սենց հարց է հետաքրքրում, հիմա ինչ մեքենա առնենք, օգտագործենք, օրինակ, որ 5-6-7 տարի հետո կարենանք այդ մեքենան վաճառենք, նախ հեշտ վաճառենք ու առանց մեծ վնասների, ասենք ընենց չլինի, վնասը կազմի 80-90%, օրինակ էլեկտրամոբիլների հետ կապված, շատերը ասում են, եթե լրիվ նոր է, գինը նորմալ է, հենց մի քիչ օգտագործվում է, գինը 50% կորցնում է։ Բացի այդ, ընդեղ կա ակումուլյատորի խնդիր, 5-6-7 տարի հետո կարող է ակումուլյատորը փոխելու խնդիր լինի, գնի մեջ բավականին կորցնի, բայց բենզինի պահով էլ մեկ ուրիշ խնդիր կա, ասենք հիմա կարան էլեկտրամոբիլները շատանան, բենզինի զապրավկաները պակասեն, բենզինը թանկանա, կարող է ժամանակի հետ բենզինով մեքենաները ընդհանրապես արգելեն ու բենզինով մեքենան էլ ընդհանրապես չվաճառվի, այսինքն չկարենանք հետո վաճառենք, փոխենք այլ մեքենայի։ Ես անձամբ չգիտեմ հիմա որն է ճիշտ պահելը, ինչ կարծիքներ կան, օրինակ լավ կլներ մի հատ կոմենտներում գրեիք, հասկանայինք որն է ճիշտ հիմա պահել, որ վաղը, այսինքն 5-6-7 տարի հետո կարենանք գոնե ինչ-որ մի գումար այդ մեքենայի դիմաց վաճառելուց ստանանք, այսքանը։